Ձեր ֆինանսական կողմնացույցը ամռան համար։ 5 կենդանակերպի նշաններ, որոնք դատապարտված են մոռանալ դատարկ դրամապանակները 2026 թվականի ամռանը։ 2026 թվականի ամառը միայն արձակուրդների, երկար սպասված ջերմության և կենսունակ փորձառությունների ժամանակ չէ։ Թվում է, թե մեզանից շատերի համար այս եղանակը նաև այն ժամանակն է, երբ տիեզերական ռիթմերը կհամընկնեն մեր դրամապանակների համար հատկապես բարենպաստ մեղոդու հետ։ Մենք հաճախ ֆինանսական հաջողությունը ընկալում ենք որպես անկանխատեսելի մի բան, բայց աստղագուշակները ասում են, որ դա ամբողջովին ճիշտ չէ։ Երբեմն բավական է ճիշտ տեղում լինել ճիշտ ժամանակին, ուշադրություն դարձնել ինտուիցիային կամ պարզապես օգտվել հնարավորությունից։ Հիմա մենք կխոսենք այն մասին, թե աստղերը ում են այս եղանակին պահած ամենաշահութաբեր ֆինանսական բոնուսները։ Դուք պարտավոր չեք լինել պրոֆեսիոնալ աստղագուշակ փոփոխությունները զգալու համար։ Դուք կարող եք նույնիսկ նկատել, թե ինչպես են որոշ բարդ հարցեր հանկարծակի պարզվում կամ նոր հեռանկարներ բացվում։ Տեսնենք, թե ում վրա կժպտա բախտը։ Ցուլ, ժամանակն է քաղել պտուղները։ Եթե դուք երկրային նշան եք և ծնվել եք ցուլի նշանի տակ, կարող եք սկսել ձեռքերը շփել ուրախությունից։ Այս ամառը խոստանում է իսկական ոսկու հանք լինել ձեզ համար։ Տարիներ շարունակ դուք համբերատար աշխատել եք, ժամանակ և էներգիա ներդնելով այնպիսի նախագծերի մեջ, որոնք կարող էին անմիջապես արդյունք չտալ։ Եվ հիմա, պատկերացրեք, այդ պահը եկել է։ Ձեր տարիների քրտնաջան աշխատանքը կսկսի արդյունք տալ։ Վաղուց կատարված ներդրումները վերջապես կարդարանան ամենահաճելի ձևով։ Ավելին, գումարը կարող է գալ անսպասելի աղբյուրներից։ Հին գաղափարը կարող է իրականություն դառնալ կամ մոռացված պարտապանը կարող է վերադառնալ։ Ձեր փողի ալիքի գագաթնակետը կլինի հուլիսի կեսերից մինչև վերջ։ Հատուկ խորհուրդ՝ մի մերժեք այս ընթացքում ստացված առաջարկները, հատկապես եթե դրանք վերաբերում են երկարաժամկետ ձեռքբերումների կամ որևէ էական բանի։ Եվ մի մոռացեք ձեր բնատուր մանրակրկիտության մասին։ Խոշոր գնումներն ու գործարքները հիմա ավելի քան տեղին կլինեն, բայց միայն այն, ինչի մասին վաղուց երազել եք։ Խեցգետին՝ ֆինանսական հաջողակ միջանցք։ Աստղերը խեցգետինների համար հատուկ ժամանակ են նախատեսել, որը աստղագուշակները անվանում են հաջողակ միջանցք։ Այս զարմանահրաշ միջանցքը ձեզ համար կբացվի մայիսի 25-ից սկսած և կտևի մինչև հունիսի 15-ը։ Սրանք այն մի քանի շաբաթներն են, երբ դուք կարող եք այդքան շատ բան անել։ Ձեր արդեն իսկ գերազանց ինտուիցիան կդառնա գրեթե մագնիսական։ Ուշադրություն դարձրեք առևտրի, ծառայությունների կամ ստեղծագործականության հետ կապված ոլորտներին։ Այստեղ հնարավոր են խոշոր պատվերներ և անսպասելիորեն շահավետ առաջարկներ։ Հետաքրքիր է, որ ֆինանսական հնարավորությունները ձեզ կհասնեն ոչ թե սառը որոնումների, այլ ջերմ անձնական կապերի միջոցով։ Ընկերը, ծանոթը կամ զուգընկերը կառաջարկի հենց այն գաղափարը, որը կհաղթահարի։ Այս ժամանակահատվածում ձեր հիմնական խնդիրն է չանցնել կողքով և վստահել շրջապատի մարդկանց։ Հնարավոր է նույնիսկ արժե մի փոքր վերանայել ձեր սոցիալական շրջանակը։ Դրա մեջ գտնվող մեկը կարող է դառնալ ձեր ֆինանսական թալիսմանը։ Երբ միջանցքը փակվի, մի թուլացեք։ Ամբողջ օգոստոս ամիսը նույնպես բարենպաստ կլինի ձեր եկամուտը ամրապնդելու և շահավետ ներդրումներ կատարելու համար։ Առյուծ՝ հնարավորությունների և կարիերայի աճի մթնոլորտ։ Առյուծի կրակոտ նշանի տակ ծնվածների համար 2026 թվականի ամառը ոչ միայն ծաղիկների, այլև մեծ գումարների հոտ է գալիս։ Եվ սա պատահական բախտի հարց չէ, այլ ձեր սեփական խարիզմայի և ուշադրության կենտրոնում լինելու ունակության։ Ձեզ համար ամբողջ հուլիս և օգոստոս ամիսները այն ժամանակն են, երբ ձեզ իսկապես կնկատեն։ Դուք կարող եք ակնկալել ոչ միայն ֆինանսների բարելավում, այլև իրական կարիերայի վերագործարկում, ճանաչման տեսքով շոշափելի բոնուսով։ Հնարավոր է պաշտոնի բարձրացում, հետաքրքիր և շահավետ նախագիծ կամ ծանոթություն կարևոր մարդու հետ, ով կգնահատի ձեր տաղանդը։
անխոնջ աշխատելու ձեր սովորությունը վերջապես պտուղ կտա, եւ դուք կսկսեք ոչ միայն բարոյական, այլև նյութական բավարարվածություն ստանալ ձեր աշխատանքից։ Այնուամենայնիվ կա մեկ նախազգուշացում. որքան բարձր է ձեր կարգավիճակը, այնքան շատ հնարավորություններ կունենաք ծախսելու։ Աստղերը խորհուրդ են տալիս առատադեռն լինել ինքնագովազդի հարցում, բայց զգույշ լինել ձեր կարճաժամկետ ցանկությունների հետ։ Ֆինանսական հաջողությունը օգտվում է վճռական, բայց ոչ շռայլ առյուծներից։ Աղեղնավոր գաղափարների եւ երկարաժամկետ հորիզոնների դրամայնացում։ Աղեղնավորները արկածների եւ նոր հորիզոնների հավերժ որոնողներ են։ Այս համար ձեր նորույթի ցանկությունը ուղղակիորեն կվերածվի փողի։ Հունիսը եւ հուլիսի սկիզբը կլինեն այն ժամանակը, երբ այնինչ նախկինում թվում էր պարզապես հոբբի կամ կիրք, հանկարծ կսկսի իրական եկամուտ բերել։ Բախտը ձեզ կօժտի միջազգային կապերի, վերապատրաստման կամ առցանց նախագծերի միջոցով։ Եթե ունեք անավարտ գործեր այլ քաղաքներում կամ երկրներում գտնվող գործընկերների հետ, հիմա ժամանակն է վերանայել դրանք։ Հնարավոր է, որ ամռան կեսին ստորագրեք խոշոր պայմանագիր կամ ստանաք զգալի գումար։ Բայց զգույշ եղեք։ Ձեր հիմնական թուլությունը արագ ծախսերի սերն է։ Երբ փողը սկսի հոսել, շատ դժվար կլինի դիմադրել ինչ-որ շքեղ, բայց ավելորդ բան գնելուն։ Փորձեք անմիջապես մի կողմ դնել ձեր շահույթի մի մասը այն բանի համար, ինչը իսկապես կարևոր է։ Խելամիտ ծախսերը այժմ ձեզ համար ավելի կարևոր կլինեն, քան փող աշխատելու արագությունը։ Կարիճ, ֆինանսական հրաշքներ եւ կարմայական բոնուսներ։ Կարիճների համար 2026 թվականի ամառը խոստանում է լինել իսկական դետեկտիվ պատմություն, երջանիկ ավարտով։ Դուք պատկանում եք ջրի տարերքին, եւ ինչպես գիտենք, այն ոչ միայն հոսում է, այլև ելք է գտնում նույնիսկ այնտեղ, որտեղ կարծես ճաքեր չկան։ Ձեր ֆինանսական ինտուիցիան այժմ իր գագաթնակետին է։ Ձեզ համար նոր հորիզոններ կարող են բացվել արդեն հունիսին։ Փողի հետ կապված հին վախերը կարող են անհետանալ, փոխարինվելով ոգևորությամբ եւ գործողություններ ձեռնարկելու ցանկությամբ։ Հուլիսի 1-ից ձեր ֆինանսական բախտը կմտնի ակտիվ փուլ։ Աստղագուշակները կանխատեսում են, որ այս ամռանը կարիճներին սպասում են իսկական ֆինանսական հրաշքներ եւ հաճելի կարմիկ բոնուսներ։ Սա կարող է լինել հին պարտքերի մարում կամ աներևակայելիորեն շահավետ առաջարկ, որը չպետք է մերժեք։ Ձեր ինտուիցիան թույլ կտա ձեզ տեսնել փող այնտեղ, որտեղ նախկինում միայն փոշի էիք տեսնում։ Հիշում եք ցուլի հետ օրինակը։ Կարիճներն ունեն նմանատիպ կախարդանք։ Վստահեք ձեր ինտուիցիային, եւ դուք կզարմանաք, թե որքան հեշտությամբ կսկսի լցվել ձեր դրամապանակը։ Ֆինանսական բախտը անկայուն բան է, բայց այն ամենից հաճախ օգտվում է պատրաստված եւ ուշադիր մարդկանցից։ Իհարկե, մենք բոլորս տարբեր ենք եւ բոլորը տարբեր բան են սպասում 2026 թվականի ամռանից։ Այնուամենայնիվ աստղագուշակները համաձայն են, որ անկախ ձեր կենթանակերպի նշանից, հունիսի առաջին 2 շաբաթները, ամբողջ հուլիսը եւ օգոստոսի վերջը այն ժամանակներն են, երբ երկինքն ամենաառատաձեռնն է հնարավորություններով։